Ոչ եմ ասում, որ եկել եմ ասել խաղաղորձների հետ ընդունման, երևի մեր ուրա, են միամիտ մարդ ուր, արի տնա, միամիտ մարդ։ Ուրեմ ասեմ, նոր պատական տես ասել, որ հանդիպել էի խաղի մթերման համար, դες սամանամերս գոտ ենք եկե պարծ ընդունում էին 80-100 դրամով, դες որպես Ծառուկյան ասի ժողովուրդ ջան, ձեզնից ընդունել եմ 140 դրամ, իմանալով որ 140 դրամ ավել եմ ընդունում, սամանամերս մեր միամիտ հոպարը մի հատ խնդրանք ունեմ, ես միամիտ որտեղից էր։ Կողմացիք մեզ այրտավանց ոնց ասում են միամիտ գլաչեցի։ Հա, մենակ միամիտ գլաչեցի եմ, պարոն Ծառուկյան ասում է, կլինի 10 դրամ ավելացնես, արա իսկական դու միամիտ ես, ես արդեն 40 դրամ ավելացել եմ, ասես չէ, ես գիտեմ 40 ավելացրես, են 10 էլ գումարես, կլինի 150։ Ասեցի հարց չկա, 150-ով եմ ընդունում, բայց ասեմ, մեր ժողովուրդը, բարի մարդը, տես իր համար այդքան փոքրիկ ինչ որ պետք է չգիտեմ 500 կիլո խաղ ազներ, ասում է պարոն Ծառուկյան 500 լիտր գինի իմ մոտ դրած է, դա քեզ նվեր, հիշում ես թե չէ։ Ես դա եմ հիշում, կասեմ նորից ինչ կասեմ։ Բայց չեմ տար, հա գինին, հələ։ Մարդիկ, գինի չտարա։ Իրանք ունեմ մի բառ ասել։ Ասա, խնդրեմ, ասա։ Տերն ու ծառայի պես է ինձ 100 կիլո խաղ ապա։ Չէ ասեմ ժողովուրդ իսկականից, ուրեմն ձեր աշխատողն է, դուք որ ուշացրիք ընդունելությունը, ամսի 1-ից հետո եկավ, ուշ եկավ, հոկտեմբերի 1-ից հետո եկավ, խաղը գերհասունացավ, իմ խաղը որ բերեցի, ճիշտ ասած կարա և բերեմ և չբերեմ, հետո ձեր աշխատողները 100 կիլո ինձանից պահում արին, ասին 100 կիլո, ես ճիշտ եմ ասում, Այսքս ուզում ասեմ, որ գինին չի տալու, ասա։ Չէ, գինի կերմը, մնում է, ոչ կթեր մնում է, իրա, ոչ կթեր մնում է, բայց 100 կիլո ինքը պարտ է ինձ։ Կետել եմ թեշկաշա։ Չէ, ես այդ հարցը կարգավորել եմ պարտքի տակ չմնեմ, ասա։ 17 թվի, հոկտեմբերի 1-ից ընդունելություն լինելու է Բերթավանի գինու գործարան, թե ոչ։ Խաղողի ընդունելություն։ Ուրեմ, եթե անհրաժեշտությունը եղավ համապատասխան ձեր գործաները չընդունեցին, պարոն Ծառուկյանն է բոլորին խոսք է տալիս, որ կգա 150 դրամով ձեր խաղողը կընդունեն։ Այդ 150։ Իմ այդ 100-ի փողը վաղտ եմ տալու, թե այսօր։ 100 կիլո նորից թեշկաշա։ Չէ, ես